Քրիստոս երկնքի բարձունքներից իջավ մեզ համար։ Կադրերում Արմավիր քրեակատարողական հիմնարկն է մեր երկրի այն բանդերից մեկը, որտեղ մատուր կա և դատապարտյալները, ինչպես նաև անազատության մեջ գտնվող մյուս անձինք հնարավորություն ունեն պահպանել իրենց կապը Աստծո հետ։ Ավելին, իր պատիժն այստեղ կրողներից մեկն էր նկարազարդել մատուրի պատերը և դուռը։ Եվ ահա Մայրաթոր Սուրբ Էջմիածնից տեղեկացնում են, քրեակատարողական ծառայության պետի որոշմամբ արգելվել է եկեղեցու կողմից նշանակված հոգևորականների մուտքը ազատազրկման վայրեր, ինչը հոգևոր կենտրոնն ապօրինի է համարում։ Վեհափառ հայրապետի կողմից նշանակված հոգևորականների մուտքը արգելվել է։ Եթե պարզ խոսքով ուղիղ խոսքով ասենք, այո, բայց սա մեզ ներկայացվել է իբրև սկզբունք, ոչ թե միջադեպի հետ կապված։ Միջադեպ էլ եղել է։ Մեր կյանքի բազմաթիվ բազմաճյուղ մակարդակներում մենք ձերբազատված չենք միջադեպերից։ Տեր Գրիգորի պարագան Երբ վերջինիս մուտքը արգելել են։ Սուրանկյունը դիմեց նաև քրեակատարողական ծառայությանը, մեր հարցերին նախընտրեցին պատասխանել գրավոր, Տեր Գրիգորին զրկել են քրեակատարողականներ մուտքի թույլտվությունից, որովհետև Նուբարաշենի բանտում քաղաքական հայտարարություններ է արել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քահանա Տեր Գրիգորն իր գործողությամբ խախտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ նախկինում տրված մուտքի թույլտվության նպատակները եւ պայմանները, այն դադարեցվել է։ Քաղաքական քարոզության համար քահանան չի գալիս քրեակատարողական, իսկ Տեր Գրիգորն ասում են կողմեր բռնել։ Թեև ծառայությունից հայտնում են, թե օրենսդրության սահմաններում ապահովում են ազատությունից զրկված անձանց, այդ թվում քաղաքական իրավունքների իրացումը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարության ղեկավարի հակակաթողիկոսական արշավը սկսելուց հետո նաև բանակում հոգևոր ծառայությունը դադարեցվեց, քրեակատարողական հարց էին ուղղել։ Տեղի ունեցողը կապ ունի ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու երկրի վարչապետի ծրագրերի հետ։ Հարցման այդ ու եւս երկու այլ կետ իրար են միացրել, միասնական պատասխանել ուղիղ ձևակերպումներ չտալով։ Ինստիտուտները նախ անձերով չեն պայմանավորվում։ Ինստիտուտները շատ ավելի կարևոր առինքնող տեղ եւ դեր ունեն եւ որքանով ամուր հիմերի վրա գործում են ինստիտուտները, այնքանով նաեւ անձերը կարող են իրենց փնտրած հարցերի պարագայում ճիշտ ընդհանուր հայտարարի հանգել։ Ինչ էլ որ լինի, ինչպիսի ելակետով էլ որ պայմանավորված լինի այս որոշումը, միևնույնն է, բարի պտուղ չի կարող տալ այս մոտեցումը։ Բոլորը իրավունք ունեն սահմանադրությամբ եւ օրենքներով օգտվել այդ հոգևոր կրոնի պաշտպանված լինելու իրենց իրավունքից։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում փակ հաստատություններում պահվող մարդկանց իրավունքների հարցը, քրեակատարողական ծառայության որոշումը խնդրահարույց է համարում, ասում է խիստ մտահոգիչ նախադեպ է։ Գիտեմ, թե ինչքան իրենց համար կարևոր է այդ կապը, այդ զրույցը, այդ իրենց հասկանում եք, մարդիկ զղջման են գնում շատ-շատերը, հատկապես ծանր հանցագործությունների դեպքերով, սկսեցին մարդիկ տուժել, այսինքն այդ դատապարտյալները, որոնց ապավենա այդ հոգևոր կապը։ Քրեակատարողականներում առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր ծառայությունն ըստ իրավապաշտպանի կարևոր նախադրյալ էր նաև պատիժը կրելուց հետո հասարակություն վերադառնալու համար։ Ժաննա Ալեքսանյանը հարցնում է, ուրեմն այսուհետև ինչպես ակնկալել արագ վերասոցիալականացում։ Փակ համակարգերում մի տեսակ ոնց որ Աստծո մխիթարությունն է ամենակարևորը։ Հոգևորականը այստեղ ցուցաբերում է հոգեխնամ գործունեություն, սկսած աղոթքից, պատարակներից, խոստովանությունից, հաղորդությունից, ժամերգությունից, հսկա բազմաճյուղ մի դաշտ է, այս իմաստով հոգևորականը նաև հոգեփրկչական առաքելություն է, որ իրականացնում է փակ հաստատություններից ներս։ Մայրաթորի համար մեկ այլ մտահոգիչ հանգամանք էլ կա այստեղ Սուրբ Էջմիածին լուրեր են հասել, թե քրեակատարողական ծառայությունը աշխատանքային պայմանագրեր է կնքել առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականների հետ, պարզ ասած նրանց գործի են ընդունել։ Քրեակատարողականում ի պատասխան Սուրանկյան հարցման հաստատում են տեղեկությունը, 6 հոգևորականի հետ են իրենց հարաբերությունները պայմանագրով կարգավորել։ Քրեակատարողական ծառայությունը իր առջև դրված մասնագիտական մոտեցում պահանջող խնդիրների լուծման համար կարող է կնքել աշխատանքային պայմանագրեր համապատասխան մասնագետների հետ։ Այս դեպքում եւս հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կողմից ձեռնադրված քահանաների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվել են աշխատանքային պայմանագրերի կնքման միջոցով։
Դա անօրինական է եւ վերջ։ Դե եկեղեցին ուներ այդ իրավունքները եւ դա տարիներ շարունակ նա իրականացրել է։ Փաստացի շրջանցել են Մայրաթոռը եւ անտեսել իրավական կարգավորումները հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումն է։ Այստեղ է, որ արձանագրում են մեջբերում եմ, այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է։ Սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաեւ զինված ուժերում եւ կրթական ոլորտում։ Այն սկզբունքը, այն ելակետը, այն մեկնակետը, որը որ որդեգրվել է կամ որը որ պատճառաբանվում է, ուրեմն այս հսկա ինստիտուցիոնալ համակարգը պայմանագրային դաշտով կամ ձևաչափով փոխարինելու ճանապարհին բոլորովին ուրեմն շահեկան կամ հոգեշահ դիտակետից չէ, որ հանդես է գալիս։ Իդեպ Տեր Իսահակ Վարդապետը նաև նշում է, որ թեև քրեակատարողական ծառայության ղեկավարության հետ երբևէ չեն ունեցել երկխոսության խնդիր, այս դեպքում հոգևորականների մուտքը հիմնարկներ արգելելուն առնչվող որևէ շփում չի եղել մինչև օրս։ Հասկացողության փոխադարձ հարգանքի ուրեմն դժվարություն չի եղել մեզանում, բայց վերջին շրջանում անկախ մեր կամքից այդ շփումները դադարել են եւ քանի որ այդ շփումները աստիճանաբար ուրեմն ավելի հազվադեպ են դարձել եւ աստիճանաբար գնալով դադարել են, մենք դա նկատել ենք իբրև ազդակ, որ դաշտում ինչ որ բան այն չէ կամ դաշտում ինչ որ փոփոխություններ են նախապատրաստվում։ Եվ ցավի սիրտ նաև ականատես ենք եղել, որ այդ փոփոխությունները դեպի բարին չեն առաջնորդում։ Փակ դռների հետևում, որտեղ օրենքն է սահմանում պատժի չափը, հաճախ հենց հավատն է որոշում մարդու փոփոխության խորությունը, ասում են մասնագետները, եւ ըստ նրանց, երբ այդ տարածքում սկսում են վերաձևակերպվել ոչ միայն կանոնները, այլև արժեքային ուղենիշերը, հարցը միայն մեկ որոշման մասին չի մնում։ Հոգևոր կյանքի սահմանափակումն այստեղ վիճակագրություն չէ, այլ մարդկանց ճակատագիր, որոնք տարիների ընթացքում իրենց ներսում կառուցել են միակ կապը դեպի ներքին հաշտություն։ Այս պատմության մեջ դեռ շատ չհնչած պատասխաններ կան, թե կառավարական որոշումների տրամաբանության, թե եկեղեցու մտահոգությունների մասին, բայց փաստն է մնում, քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն առաջին հերթին հասնում է նրանց, ովքեր ամենակիչն են ազդում դրանց վրա։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանգուն։